Բաքվում ավելի քան 2 տարի ընթացող մեր հայրենակիցների նկատմամբ կեղծ դատավարությունը մոտենում է ավարտին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատավարության ընթացքում Ադրբեջանի դատախազները տարբեր պատժաչափեր են պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար։ Առաջարկվել է ՑՄԱ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ Իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նաև Մադադ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը 65 տարեկանը լրանալու պատճառով չեն կարող դատապարտվել ՑՄԱ ազատազրկման։ Դատախազությունը առաջարկել է նրանց 20 տարվա ազատազրկում, որի առնվազն 10 տարին պետք է անցկացնեն խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում։ Դավիթ Ալավերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեկլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման։ Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 27-ին է։